այսօրվա միջազգային հարաբերությունները քաղաքական մասով, իմ նշածի մասով, այլևս սահող սոխի չեն հեղում միջազգային իրավունքի։ Հիմա երբ որ ես սա ասում եմ, բնականաբար հարցահարցանում, թե դեպքում միջև մենք ընդհանրապես միջազգային իրավունքի մասին խոսում, եթե միջազգային իրավունքը չի գործում։ Բայց ես ասացի, որ միջազգային իրավունքը այսօր չի գործում այլմասով։ Դրանից չի հետևում, որ միջազգային իրավունքը ընդհանրապես չի գործել։ Եվ կարող են ստեղծվել բարենպաստ պայմաններ, որպեսզի այդ իրավունքը իսկապես գործի, ներառյալ ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիա։ Երբ որ կոնվենցիան ընդունվեց, ես ասացի, կար որոշակի ուժերի հարաբերակցություն, որը կարելի էր անվանել հավասարակշռություն, եւ այդ ժամանակ մեծ հաղթանակող տերությունները երկրորդ աշխարհամարտի առանց լուրջ տարաձայնությունների համաձայնության էին եկել այս կոնվենցիայի վերաբերյալ։ Իհարկե սովետական միությունը որոշակի վերապահումներ ուներ այս կոնվենցիայի հետ կապված նրա հետ, որ ըստ կոնվենցիայի 8-րդ եւ 9-րդ հոդվածների կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման հետ կապված խնդիրները հանդիսանում են ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի ուրեմն իրավասությունը եւ այդ ժամանակ սովետական միությունը բազմապես ստորագրելու ժամանակ վերապահում արեց, որ կոնվենցիան կգործի իր համար միայն այն ժամանակ, երբ առաջանա վեճ եւ մեկ այլ պետության միջեւ եւ երկու պետություններն էլ համաձայն լինեն, որպեսզի այդ վեճը քննի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը։ Այդուհանդերձ կոնվենցիայի հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօր ես երբ որ առիթը լինի ցանկանայի ներկայացնել ձեր ուշադրությանը եւ հատկապես անդրադառնալ եմ հարցին, թե ինչու այդ կոնվենցիան հատկապես հայ ժողովրդին է վերաբերում, չնայած մենք ըստ իս չենք կարող այս կոնվենցիան հետադարձ ուժով ուղղակիորեն կիրառել 1915 թվականի վրա, չնայած կան իմ կարծիքին հակասող այլ կարծիքներ ևս, բայց այդուհանդերձ այդ կոնվենցիան ստեղծվել է հենց այն պատճառով, որ եղել է այդ ցեղասպանությունը, 15 թվականի ցեղասպանությունը եւ կարծում եմ բոլորիս հայտնի է եւ ես հնարավորություն ունի կանրադառնամ որոշ մանրամասների, որ կոնվենցիայի հիմնական մշակողը Ռաֆայել Լևկինը հենց որպես նախատիպ է օգտագործել ցեղասպանություն տերմինը առաջարկելիս հայոց ցեղասպանությունը եւ նաեւ հոլոկոստը։ Ես կարող եմ շարունակել։ Այդ դեպքում ես անդրադառնամ հենց 15 թվականի իրադարձություններին։ Առաջին փաստարկը, որ ցեղասպանության կոնվենցիան իր գաղափարախոսական ակունքներով առաջին հերթին 15 թվականի ցեղասպանության ուրեմն արդյունքն է, դա այն է, որ 1915 թվականի մայիսի 24-ին Անտանտի պետությունները, այսինքն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ ռուսական կայսրությունը հստակ հայտարարություն են արել հայոց ցեղասպանության հետ կապված, իհարկե ցեղասպանություն բառը չօգտագործելով, որտեղ այդ 15 թվականի գարնանը սկսած ջարդերը իրենք որակել են որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններ։ Նախաձեռնողը եղել է ռուսական կայսրությունը, Ռուսաստանը, այն ժամանակվա արտգործնախարար Սազոնովը հեռագիր է ուղարկել ուրեմն Լոնդոնում եւ Փարիզում իրենց դեսպաններին եւ ասել է հետեւյալը, գրել է հետեւյալը. ստացվել են նոր տեղեկություններ ասիական Թուրքիայում տիրող անիշխանության եւ թուրքերի ու քրդերի կողմից հայերի կոտորածների մասին։ Բարեհաճեք առաջարկել ֆրանսիական անգլիական կառավարությանը մեզ եւ Անգլիայի եւ Ֆրանսիայի հետ համատեղ դիմում հրապարակել ուղղված Օսմանյան կառավարությանը, որի մեջ անձնական պատասխանատվությունը, սա շեշտում եմ,
հայերի կոտորածի համար կդրվի Թուրքիայի մինիստրների խորհրդի բոլոր անդամների, այսինքն թուրքական կառավարության, ինչպես նաև այդ իրադարձություններին առնչվող քաղաքացիական ու զինվորական պաշտոնատար բոլոր անձանց վրա։ Սազոնովը այդ հեռագիրն ուղարկել է դեռևս 15 թվականի ապրիլի 15-ին, այսինքն դեռևս մինչև ապրիլի 24-ին մեր մտավորականության ձերբակալումն ու հետապնդումը Կոստանդնուպոլսում եւ Օսմանյան Թուրքիայի այլ տարածքներում։ Համաձայնեցվել է բնականաբար այդ տեքստը եւ մայիսի 24-ին ընդունվել է մի համատեղ ուրեմն հայտարարություն բոլոր 3 մայրաքաղաքներում առանձին, որտեղ մատնանշելով այն վայրերը, որտեղ տեղի ընթանում էին հայերի նկատմամբ կոտորածները, Անտանտի 3 պետությունները հայտարարել են հետևյալը. ելնելով Թուրքիայի կողմից մարդկության եւ քաղաքակրթության դեմ կատարված նոր հանցագործություններից Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Անգլիայի դաշնային կառավարությունները սրանով հրապարակայնորեն հայտարարում են Թուրքիայի կառավարությանը, որ իրենք, այսինքն 3 պետությունները, այս հանցագործությունների անձնական պատասխանատվությունը դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների, ինչպես նաև նրա տեղական ներկայացուցիչների վրա, որոնք հանցակից են նման կոտորածին։ Իդեպ մարդկության եւ քաղաքակրթության դեմ կատարված նոր հանցագործություններ տերմինը հենց առաջին անգամ օգտագործվել է այս հայտարարության մեջ։ Սա միջազգային քրեական իրավունքում այժմ էլ արդիական հասկացություն է, որով պատժվում են բոլոր այն հանցագործությունները, որոնք չեն հանդիսանում մի կողմից ուրեմն ցեղասպանություն, մյուս կողմից չեն հանդիսանում ուրեմն պատերազմական հանցագործություններ։ Այսինքն այս հանցագործությունները ուղղված են այն էթնիկական, կրոնական եւ այլ հատկանիշներով կազմավորված խմբերին, որոնց իրավունքները կոպտորեն խախտելով հումանիզմի սկզբունքները խախտվում են համապատասխան տերության կողմից։ Հետևաբար այս հայտարարությունը շատ կարևոր նշանակություն է ունեցել հետագա ցեղասպանության կոնվենցիայի մշակման համար եւ ինչպես արդեն նշեցի, Լեմկինը, որը մշակել է այդ կոնվենցիան եւ 1945 թվականից սկսած ներկայացրել է փորձագիտական ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ միասին կոնվենցիայի տեքստը, խորապես տպավորված է եղել հենց 1915 թվականի իրադարձություններով։ Իդեպ Լեմկինի մահվանից հետո, Լեմկինը, եթե չեմ սխալվում, 1959 թվականին է մահացել, գրել է մի ինքնակենսագրական գիր, որը իր կենդանության օրոք չի հրապարակվել, Լեմկինը այդ գրքի ձեռագիրը տանելուս է եղել հրատարակչություն, երբ որ Նյու Յորքում կանգառում պարզապես գիտակցությունը կորցրել է, որից հետո մահացել է։ Այդ գիրքը հրատարակվել է համատաբար արդեն մի 12-13 տարի առաջ, 2013 թվականին, եթե չեմ սխալվում, եւ այդտեղ ուղղակիորեն մենք առաջին անգամ տեսնում ենք, որ հենց Լեմկինը իր ձեռքով, իր բառերով խոսում է հենց այդ իրադարձությունների մասին, որ հենց առաջին հերթին հայկական ցեղասպանությունն է իրեն դրդել, մտածելու թե ինչու է հնարավոր, որ մեկ մարդու սպանությունը պետությունը դիտարկում է որպես հանցագործություն, բայց միլիոն մարդու սպանությունը դիտարկում է ոչ որպես քրեական հանցագործություն։ Լեմկինը եղել է հայտնի իրավագետ, իրավագիտության դոկտոր 1926 թվականից, սովորել է տարբեր համալսարաններում
Եվ երբ որ իր պրոֆեսորներից մեկին, որը ամենայն հավանականությամբ լեհ նացիոնալիստ է եղել, հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ պետությունը կարող է իր քաղաքացիներին ոչնչացնել, պրոֆեսորը պատասխանել է, դե գիտեք ինչ կա, դա պետության իրավազորության խնդիրն է, պետության ինքնիշխանության խնդիրն է, եւ եթե նրանք ապստամբ են կամ չեն ուրեմն համակերպվում տվյալ երկրի ուրեմն իրավակարգին, ապա նրանց կարելի է ոչնչացնել։ Լեմկինի վրա շատ մեծ ազդեցություն է թողել 1921 թվականին Թեյլերյանի կողմից Թալյատի սպանությունը։ Մինչ այդ Լեմկինը գրում է, որ ինքը ապշած էր, որ 1919 թվականին Մալթայում գտնվող թուրքական պատասխանատուներին անտատը հենց այնպես բաց թողեց։ Զարմացած էր եւ դա հենց առիթ հանդիսացավ 15 թվականը, 15 թվականի իրադարձությունները, 21 թվականի Թեյլերյանի սպանությունը, դրանից հետո 26 թվականին Պետյուրայի սպանությունը, որը պատասխանատու էր ուրեմն հրեաների սպանության համար Ուկրաինայում, որ ինքը զբաղվի այդ խնդիրներով։ Եվ պատեհառիթը իր համար ներկայացավ արդեն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 1944 թվականին նա գիրք գրեց, որտեղ առաջին անգամ առաջարկեց ցեղասպանություն տերմինը, մտածելով, որ դա իսկապես սարսափազդու ազդեցություն կարող է ունենալ մարդկանց վրա, ցեղի սպանություն, այլ ոչ թե միայն մեկ մարդու կամ անձանց սպանություն, եւ ինչպես արդեն նշեցի, ՄԱԿ-ի այդ կոնվենցիայի մշակման ժամանակ նա առաջատար դեր է խաղացել։ Իդեպ իր հիշողություններում շատ կարևոր մի դրվագ կա, որը ինձ շատ է տպավորել։ Լեմկինը լինելով իսկական հումանիստ եւ մտածելով այն մասին, որ կոնվենցիան հնարավորինս շուտ ուժի մեջ մտնի, 1950 թվականին նույնիսկ դիմել է Թուրքիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, ասելով, որ գիտեք ինչ կա, դուք հիմա այլ Թուրքիայի ներկայացուցիչներ եք, եւ եթե դուք վավերացնեք այդ կոնվենցիան, դրանով դուք ինչ որ ձևով ձեզ կսահմանազատեք այն ոչրագործություններից, որոնք որ կատարվել են Օսմանյան կայսրությունում։ Եվ Թուրքիան 1951 թվականին միացել է այդ կոնվենցիային։ Ընդ որում ինչքան ես նայեցի առանց որևէ վերապահումների։ Եվ իր օրենսդրության մեջ էլ ցեղասպանությունը որպես հանցագործություն նախատեսել է։ Իհարկե մենք գիտենք Թուրքիայի ժողովրդական վերաբերմունքը հենց հայոց ցեղասպանության նկատմամբ դրա վերաբերյալ այսօր բնականաբար խոսակցություն կլինի, բայց ուզում եմ ընդգծել, որ ցեղասպանության կոնվենցիան իր ակունքներով, իր գաղափարական հիմքերով առաջին հերթին աչքերի առջև նկատի է ունեցել հայոց ցեղասպանությունը։ Դրա համար էլ այդ ցեղասպանության կոնվենցիան մեր համար կարևոր է այն առումով, որ մենք դիվանագիտական քայլեր ենք ձեռնարկել, ինչպես պարոն Մամիջանյանը նշեց, անցյալում, ոչ թե ցավոք սրտի հիմա, որպեսզի ցեղասպանության երևույթը դատապարտվի եւ հիշվի մարդկության կողմից, եւ եթե լինեն նաեւ համապատասխան միջազգային հարաբերություններում համապատասխան պայմաններ, իսկապես կիրառվի նաեւ այս ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան։ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան մեզ հետ առնչվում է նաեւ Արցախի մասով։ Վստահ եմ, որ բոլորդ տեղյակ եք, որ Հագայի քրեական, միջազգային քրեական դատարանի, չխառնել ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի հետ նախկին ուրեմն դատախազ Օկամպոն համապատասխան փորձագիտական եզրակացություն է ներկայացրել Արցախում տեղի ունեցած 2023 թվականի սեպտեմբերից հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ եւ դրանք դիտարկել էր որպես ցեղասպանություն։ Այստեղ, եթե ես ժամանակ ունեմ մի քանի րոպե, ես անդրադառնամ ցեղասպանության հասկացությանը, որովհետեւ պարզ լինի, որ ցեղասպանության տակ մենք նկատի չունենք միայն ուղղակի ազգային, էթնիկական, կրոնական որևէ խմբի սպանությունը, ոչնչացումը, այլ ցեղասպանությունը շատ ավելի լայն հասկացություն է եւ իր մեջ ներառում է բացի ֆիզիկական, ուրեմն ոչնչացումից, նաեւ այնպիսի արարքներ, որոնք սահմանված են կոնվենցիայի
ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի երկրորդ հոդվածով։ Ըստ այդ հոդվածի սույն կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը։ Թվարկվում են 5 գործողություններ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։ Այսինքն սա քրեական այնպիսի հանցագործություն է, որը որ անզգուշությամբ, այսպես ասենք, չի կարող տեղի ունենալ, պետք է լինի հստակ մտադրություն ցեղասպանությունը կազմակերպողների եւ իրագործողների տեսանկյունից։ Եվ այդ ցեղասպանության գործողությունները 5-ն են ըստ կոնվենցիայի երկրորդ հոդվածի։ Առաջինը դա բնականաբար նշված խմբի անդամների սպանությունն է, այսինքն այն ինչ որ մենք ունենք 15 թվականի ցեղասպանության պարագայում, բայց կան նաև 4 այլ ուրեմն գործողություններ, որոնք բնորոշվում են որպես ցեղասպանություն ըստ այս կոնվենցիայի։ Երկրորդը դա խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելն է։ Երրորդը, եւ սա կարևոր է, որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը։ Չորրորդը դա մանկածնության կանխմանը միտված միջոցառումներն են, եւ 5-րդը երեխաների բռնի փոխանցումը մարդկանց մի խմբից մյուսի։ Հիմա երրորդ գործողության ձևը, որևէ խմբի համար կյանքի այնպիսի միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, ըստ Օկամպոյի ուղղակիորեն կիրառելի է 2023 թվականի դեկտեմբերից սկսած Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունների վրա, որովհետև դրանց նպատակը եւ դիտավորությամբ կատարվածը ուղղակիորեն վերաբերել է նրան, որ դրանով Ադրբեջանը փորձել է արցախահայության համար ստեղծել կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են նրանց լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման։ Այն հանգամանքը, որ իրենք դուրս են եկել կամ իրենց թույլ են տվել դուրս գալ այդ տարածքից, չի նշանակում, որ կառավարությունը նման մտադրություն չի ունեցել։ Եվ այստեղ կարևոր է նաև կոնվենցիայի մեկ այլ հոդված, երրորդ հոդվածը, որը սահմանում է, որ պատժելի են ոչ միայն այն արարքները, որոնք ինքնին ցեղասպանություն են, այսինքն այն 5 գործողությունները, այլ նաև ցեղասպանության ձև են հանդիսանում, ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը, այսինքն երբ որ մենք հավաքվել ենք Ալիևյան կլանով ու որոշել ենք, որ պետք է բլոկադա իրականացնենք, որպեսզի իրենք կամ ոչնչանան, կամ թողնեն հեռանան իրենց երկրից։ Ինչպես նաև ցեղասպանություն կատարելու փորձը։ Ակնհայտ է, որ Արցախյան պատերազմի ժամանակահատվածում եւ դրանից առաջ 1988 թվականից սկսած նման փորձեր Ադրբեջանի կողմից կատարվել են։ Ես հիմա չեմ ուզում սրանով ասել, որ մենք ունենք 100%-անոց իրավաբանորեն անթերի փաստարկներ այս խնդիրը դարձնելու տարբեր միջազգային ատյանների, դատարանների քննության առարկա, բայց ուզում եմ սրանով ասել, որ ցեղասպանության կոնվենցիան արդիական է Հայաստանի համար, եթե իհարկե մենք ունենք կառավարություն, որը առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերով, եւ դա կարևոր կրվան է նաեւ նման կառավարության արկայության դեպքում մեր արտաքին քաղաքականության համար, որովհետեւ նման տիպի կոնվենցիաները, ինչքան էլ որ մենք ամենասկզբում ֆիքսեցինք, որ միջազգային իրավունքը հիմա չի գործում, այդուհանդերձ արտաքին քաղաքականության մեջ միջազգային անվիճելի փաստաթղթերին հղելը եւ դա որպես փաստարկ օգտագործելը կարևորագույն միջոց է, որ ինչ որ մի օր դու կարողանաս հասնել հաջողության նաև իրավական արձաններով։ Այսքանը շնորհակալություն։